Մի ախելք աղջիկ խելքը որոնելիս մի տղա ծնեց, թաքուն բոլորից, բայց երբ կարիքը իր դուռը թակեց, մինուճար որդուն մանկատուն տվեց։ Երբ ամիսները տարիներ դարձան, փոքրիկի գլխում հարցեր ծագեցին. Ուր է մայրիկս, բղավեց անձայն, հարցը ուղղելով անարդար կյանքին։ Շուտով հասկացավ, բարդ է լինելու առանց ծնողի, լսվեց խուլ հառաչ։ Հետո խոսք տվեց, որ չի կանգնելու բախտի կառուցած արգելքի առաջ։ Երազում էր նա պառկած իր մահճում, սկզբում հեծանիվ, հետո նոր կեդեր, բայց որբանոցը նրան չէր խղճում, ով կուրախացներ մանուկին անտեր։ Արթնանում էր միշտ աչքերը կարմրած, դասի, ճաշարան ու դաժանդայակ։ Կիրակի օրն էլ մնում էր պառկած, չկար ոչ մի այծ ու ոչ էլ նամակ։ Հաճախ էր մրսում, մնալով դրսում, հիվանդանում էր, ընկնում անկողին։ Երբ ջերմությունը վրա էր հասնում, զառանցում էր նա, կանչում մայրիկին։ Մի օր երկնքում լուսինն էր կլոր, տղան պառկած էր սոված ու տկլոր։ Լուսինը հուշեց խավար երկնքից, վեր կաց ու փախիր այս որբանոցից։ Ու փախավ տղան, ետ չնայելով, վազեց, ոտքերը չխնայելով, անցյալում թողեց հին որբանոցը, դաժանդայակի ուժգին գոռոցը։ Նա չուներ չորս պատ ու երկաթե դուռ, փողոցն իր տունն էր, երկինքը կտուր։ Բախտին հակառակ երազում էր լուռ, որ տուն ունենա ու շորեր մաքուր։ Ջահել էր արդեն, երբ մի գործ գտավ։ Այ ուրախություն, այ քեզ լավ օրեր։ Ու երբ առաջին գումարը ստացավ, գնաց ու գնեց իրեն նոր շորեր։ Աշխատեց երկար, մի սենյակ վարձեց, թողեց փողոցը վշտանոց դարձած։ Ու մի աղջկա նա սիրահարվեց, վերցրեց իրեն կին աղջկան սիրած։ Շուտով տուն գնեց, որդի ունեցավ։ Հասկացավ տղան, որ էլ չունի ցավ։ Աշխատեց, ստեղծեց ու հարստացավ։ Խեղճ ու որբ տղան երջանիկ դարձավ։ Մի օր էլ իր տան բակում քայլելիս մի կին հանդիպեց նրան և ասաց. 100 դրամով օգնիր ինձ որդիս, հաց առնեմ գոնե, չմնամ սոված։ Հայացքը սառած նա պահեց երկար, կնոջ արցունքոտ ու ծեր աչքերին։ Հետո թղթադրամ հանեց ու տվեց, խղճուկ ու տկար այդ մուրացկանին։ Աստված թող պահի քո բալիկներին, ասաց մուրացկան կինը ու գնաց։ Թող Աստված ների քո բալիկներին, որ տղան մտքում մանցային շշնջաց։ Այդ կինը ոչ թե սովից էր լացում, այլ սիրտն էր նրա անվերջ մղկտում, որ ժամանակին իր հիմար խելքից որդուն հանձնել էր թշվառ մանկատուն։